Գիրք ծննդոց, գլուխ 8, ջրհեղեղը վերջանում է։ Եվ Աստված հիշեց Նոյին, և նրա հետ տապանում գտնվող բոլոր կենդանիներին, բոլոր անասուններին, և Աստված երկրի վրա մի քամի բերեց, և ջրերը նվազեցին, և վիհի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցին, և անձրևը երկնքից դադարեց, և ջրերը գնալով երկրի վրայից քաշվում էին, և 150 օր հետո ջրերը քչացան, և 7-րդ ամսում ամսի 17-րդ օրը տապանը Արարատ լեռների վրա նստեց, և ջրերը գնալով քչանում էին, մինչև 10-րդ ամիսը, 10-րդ ամսի մեկին լեռների գագաթները երևացին։ Եվ եղավ, որ 40 օրից հետո Նոյն իր շինած տապանի պատուհանը բացեց, և ագռավին արձակեց, և սա դուրս եկավ, գնում ու գալիս էր մինչև երկրի վրայից ջրերի ցամաքելը։ Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որ տեսնի, թե արդյոք ջրերը նվազել են երկրի երեսից։ Եվ աղավնին իր ոտքը հանգստացնելու տեղ չգտնելով վերադարձավ նրա մոտ, տապանը, քանի որ ամբողջ երկրի երեսին ջուր կար։ Եվ Նոյն իր ձեռքը մեկնեց առավ նրան և բերեց իր մոտ տապանի մեջ։ Եվ 7 օր էլ սպասեց և նորից արձակեց աղավնուն տապանից։ Եվ երեկոյան աղավնին նրա մոտ եկավ, և ահա բերանում ձիթենու նոր կտրված մի տերև կար։ Եվ Նոյն իմացավ, որ ջրերը երկրի վրա քչացել են։ Եվ 7 օր էլ սպասեց և աղավնուն արձակեց, և նա այլևս չվերադարձավ նրա մոտ։ Եվ եղավ, որ 601-րդ տարում առաջին ամսի մեկին ջրերը երկրի վրայից ցամաքեցին, և Նոյը տապանի ծածկը վերցրեց ու նայեց, և ահա երկիրը չորացել էր։ Եվ երկրորդ ամսում ամսի 20-րդ օրը երկիրը չորացավ։ Եվ Աստված խոսեց Նոյի հետ և ասաց. «Դուրս եկ տապանից, դու և քո կինը, և քո որդիները, և քո որդիների կանայք քեզ հետ եղող բոլոր կենդանիները, ամեն մարմնից, թե թռչուն, թե անասուն, և թե երկրի վրա սողացող բոլոր սողունները քեզ հետ հանիր, որ երկրի վրա բազմանան և երկրի վրա աճեն և շատանան»։ Եվ դուրս եկավ Նոյը, և իր որդիները, և իր կինն ու իր որդիների կանայք իր հետ։ Ամեն կենդանի, ամեն սողուն և ամեն թռչուն երկրի վրա բոլոր շարժվողները իրենց տեսակներով դուրս եկան տապանից։ Եվ Նոյը մի զոհասեղան շինեց Տիրոջ համար, և վերցրեց բոլոր մաքուր անասունից և բոլոր մաքուր թռչնից և զոհասեղանի վրա ողջակեզներ մատուցեց։ Եվ Տերը հոտոտեց անուշ հոտը, և Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը մանկուց չար է, և այլևս չեմ հարվածի երբեք ամեն մի կենդանի արարածի ինչպես արեցի։ Որքան ժամանակ որ երկիրը կմնա, սերմն ու հունձքը, և ցուրտն ու տաքը, ամառն ու ձմեռը, և ցերեկն ու գիշերը չեն դադարի»։